Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգային զարթոնք կուսակցության վարչությունը հայտարարությամբ արձագանքել է Վահան Կոստանյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշան շնորհելու մասին որոշմանը, այն որակելով պետական արժեհամակարգի աղավաղման հերթական դրսևորում։ Հայտարարության մեջ նշվում է, որ պետական պարգևների ինստիտուտը Հայաստանում կորցնում է իր իրական արժեքը, երբ պարգևները տրվում են ոչ թե աշխատանքի արդյունքի, այլ իշխանությանը հավատարիմ լինելու համար։ Արտաքին քաղաքական ձախողումների, դիվանագիտական մեկուսացման եւ ազգային շահերի զիջումների պայմաններում նման պարգևատրումը ոչ թե գնահատում է ծառայությունը, այլ լոյալությունը իշխանությանը, ասված է հայտարարության մեջ։ Կուսակցությունը ընդգծում է, որ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ պարտված կամ ձախողված ռազմական հրամանատարները պարգևատրվում են գեներալական կոչումներով եւ շքանշաններով, այն դեպքում, երբ հասարակությունը դեռ չի վերականգնվել պատերազմական կորուստներից։ Երբ պարտությունը պարգևատրվում է, պետությունն ինքն է խարխլում իր հիմքերը։ Սա խիստ հարված է բանակի ոգուն, իսկ ժողովրդի արդարության նկատմամբ հավատին, նշված է կուսակցության հայտարարությունում։ Հիշելով օրինակ Արգիշտի Քյարամյանի դեպքը, կուսակցությունը շեշտում է, որ պետական անվտանգությունը բազմիցս կասկածի տակ դրած պաշտոնյան շարունակաբար ներկայացվել է որպես արժանի պետական գործիչ, ինչը պետական արժեհամակարգի ամբողջական փլուզման վկայությունն է։ Շքանշանը պետք է խորհրդանշի ծառայության մաքրությունը, խիզախությունն ու նվիրումը հայրենիքին, այլ ոչ թե պաշտոնական լոյալությունը կամ քաղաքական հաշվարկը։ Երբ պարգևը դառնում է իշխանական պրոպագանդայի գործիք, պետությունը կորցնում է իր արժանապատվությունը, բանակը իր ոգին, ժողովուրդը հավատը արդարության նկատմամբ, ընդգծում է կուսակցության վարչությունը։ Հայտարարության վերջում նշվում է, որ կուսակցությունը պատրաստվում է նախաձեռնություն սկսել ուղղված պետական պարգևների ինստիտուտի վերաարժևորմանը, որպեսզի ապագայում բացառվեն քաղաքական կամ անձնական հավատարիմների պարգևատրումները։